հիմնականում դեռ ավանդական այգիների հաշվին է տեղի ունենում։ Շատ լավ, համեցեք պարոն Թորոսյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, կարճ կասեմ, որտեվ շատ ծավալվեցին տարբեր թեմաներ, բայց քանի որ աշխատանքի մասին խոսքը գնաց եւ դուք արդարացիորեն նշում եք, որ մեր տնտեսական զարգացումը խթանող քաղաքականությունները ստեղծում են նաեւ աշխատատեղեր եւ թվերն են դրա մասին խոսում եւ ոչ միայն թվերը, մենք նաեւ տեսնում ենք մեր առօրյայում ցավոք սրտի մենք դեռ ունենք այլ քաղաքականություններ, որոնք հակառակն են խթանում, այսինքն չաշխատել է եւ ես ուզում եմ դրա մասին խոսել, խոսքը անապահովության մեր համակարգի մասին է, բայց կա նաեւ լավ լորություն, դա բարեփոխումներն են այդ համակարգի, որոնք հիմա փորձարկվում են երկու մարզերում, Սյունիքի եւ Կոտայքի, եւ մենք դիտարկելով իհարկե նաեւ այդ նոր համակարգի որոշ թերություններ եւ որոշ այս պահին կամ մինչ այդ անհայտ հանգամանքներ իհարկե կլավարկենք այն, բայց մենք պետք է գնանք դրան, որովհետև նաև շատ գործարարներ ուղղակիորեն մեզ ասում են, որ մարդիկ պարզապես հրաժարվում են աշխատել կամ համաձայնվում են աշխատել, բայց չգրանցվել, որպես գրանցված աշխատող միայն այն պատճառով, որովհետև իրանք ստանում են անապահովության նպաստ։ Եվ էլի այստեղ համարձակությունը պետք քաղաքական, որը մենք վստահաբար ունենք, գնալ այդ փոփոխություններին, որտեղ ես վստահ եմ, այդ քաղաքացիների մի զգալի մասը մենք թվերել ունենք, հիմա չեմ ուզում հրապարակել, աշխատունակ տարիքի եւ ըստ էության առողջ մարդկանց կարող են համալրել այս մեր աշխատակիցների շարքերը եւ պրոդուկտ ստեղծել եւ հարկեր գեներացնել եւ իրենց բարեկեցությունը հոգալ, որտեղ անապահովությունով երբեք բարեկեցիկ նրանք չեն լինելու, դուք շատ դրա մասին խոսում, մենք շատ ենք դրա մասին խոսում, բայց մենք ունենք դեռ այդ ժառանգությունը, որը պետք է փոխենք, ավելին ասեմ, ես ինքս դինում եմ մարզերում հիմա շատ եւ մի օրինակ եմ ուզում բերեմ։ Ջերմուկի միասնական սոցիալական ծառայությունում էի, որը ամենակիչ թվով ինձ ներկայացված անապահովները ուներ։ Եվ ես հարց տվեցի, ասի ոնց եք համալրում աշխատատեղեր, ասում եմ մենք նույնիսկ մեր գործատուները մեզ խնդրում են աշխատակիցներ գտնել մոտակա համայնքներից, որոնց պատրաստ են նույնիսկ կեցարանով ապահովել, որ ապրեն ջերմուկում, բայց չեն կարողանում գտնել։ Այսինքն այդ նույնիսկ տարական շարժունակությունը համայնքից համայնք մեր մոտ խնդրեմա, որը նաև ինչ որ մշակութային կարծրատիպերի մասին է, որ օրինակ Սիսյանցին չի ուզում գնա ջերմուկում աշխատի 5 օրը շաբաթ-կիրակի վերադառնա տուն ու ստանա բարձր աշխատավարձ, որովհետև դա միգուցե ամոթ է, որովհետև աշխատելն է ընդհանրապես ամոթ, որովհետև չի ոնց կարող է թողնել օրինակ իր համայնքը, բայց պիսի բազմաթիվ օրինակներ ունենք, որի մասին եւ պետք է իհարկե միջոցառումներ անենք եւ մենք էլ խթանենք, որ դա տեղն հա նաեւ խոսենք ընդհանրապես աշխատանքի մշակույթը այնց պատվաբեր բան դարձնելու, քան թե հակառակը, որը անում ենք իհարկե եւ այս թվերն են նաեւ դրա ապացույցը, բայց դեռ շատ գործ ունենք անելու, պարոն վարչապետ։ Շատ լավ։ Համեցեք, պարոն Ակոբ։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ գործընկերներին լրացնեմ եւ երկու կարևոր դիտարկում էլ ասեմ։ Այստեղ շատ կարևոր է թե աշխատատեղերը արդյոք տարբեր սեկտորներում են ստեղծում, թե կենտրոնացված է եւ այստեղ լավ լուրը նա է, որ ինքը կենտրոնացված չէ, այսինքն բազմաթիվ սեկտորներում սփռված է աշխատատեղերի աճը եւ այդ տեսանկյունից նաեւ մեր տնտեսական աճը որոշակի ներառականություն ունի, այսինքն տարբեր սեկտորներ են ստեղծում աշխատատեղեր, դա լրացնում է այն խոսքը, ինչ որ նաեւ նշվեց գործընկերների կողմից եւ մյուսը նշեմ նրա մասին, որ այս աշխատատեղերը դեռ իրական պատկերը չեն մեր տնտեսության, քանի որ կա դեռ ստվեր, կա չգրանցված աշխատողներ եւ նաեւ աշխատավարձերը ճիշտ պատկերը չեն մեր տնտեսության, որտեվ բազմաթիվ աշխատատեղերի աշխատավարձեր թեր հայտարարագրված են եւ այստեղ մի ցուցանիշ եմ ուզում մեջ բերեմ, օրինակ 9 ամսով մենք մոտ 2000 չգրանցված աշխատատեղ ենք բացահայտել, աշխատող ենք բացահայտել եւ այս ցուցանիշն էլ ըստ էության արտացոլված է սրա մեջ, բացի դա մեր ջանքերով նաեւ այդ աշխատավարձերը աշճանաբար տեղափոխվում են ավելի բարձր մակարդակեր, որը պարոն Պապոյանը նշեց։ Մենք անկախի խթանման քաղաքականությամբ հետ էլ է պետք է հաշվի առնել։ Մարդը երբ որ տեսնում է հիմա նաեւ մյուս որոշումները, երբ որ տեսնի, որ ինքը անկախիկ առևտրի դեպքում ավելի մեծ առավելություններ է ստանալու, արդեն նաև գործատուներից ակնկալելու են, որ աշխատավարձը ամբողջական անկախիկ եղանակով փոխանցվի, իսկ այստեղ անկախիկ եղանակը
արդեն ստվերայնությունը պայմանական կարա լինի միայն եւ առաջիկայում իմիջիալոց հույս ունեմ, որ մենք առաջիկայում ՊԵԿ-ը եւ կենտրոնական բանկը այն հարցը կլուծեն, որ անկախիկ առևտրի դեպքում ՀԴՄ-ների գեներացման ինչ են կարել դրա հետ կապված մի բան արել ենք։ Պատկերացրիք ինչի մասին է խոսքը, որ անկախիկի պարագայում մի հատ լրացուցիչ ՀԴՄ քարտ դուրս գրելու կարիք չլինել, միանգամից ավտոմատ գեներացվի եւ այդ քարտի կտրոնը եւ ՀԴՄ կտրոնը։ Կոնցեպտը քննարկել ենք, հիմա տեխնիկական առաջադրանքի վրա ենք Արագ աշխատում։ պետք շարժվել։ Ու առաջիկայում բերելու ենք քննարկման բանվար։ Արագ պետք շարժվել, համեցեք։ Ես ամեն անգամ ասում եմ, բայց ուզում եմ կրկնել, որովհետև շատ կարևոր է այդ աշխատողին, որի աշխատավարձը գործատուն չի ձևակերպում, ինքը ուղղակի քայքայում է կյանքը այդ աշխատողի։ Ինչի, որովհետև այսօրվա իրականության մեջ այլևս մարդու սպառումը կախված է իր եկամուտի պատմությունից։ Այսինքն չձևակերպելով աշխատավարձ տալով կանխիկ, գործատուն աշխատողին զրկում է հիփոթեքից, զրկում է մեքենա գնելու հնարավորություն, նորմալ ապրելու հնարավորությունից։ Եվ այս իմաստով մեր քաղաքացիները, ովքեր որ ձևակերպված չեն, բայց աշխատում են, պիտի իմանան, որ իրանք խապված են եւ այսօրվա չձևակերպված եկամուտը վաղը իրանք կյանքը սարքելու է շատ ավելի անորակ, քան իրանք կարող են ունենալ։ Ներառյալ կենսաթոշակային հիմնադրամներին վճարումներով, որովհետեւ կൂട്ടակային կենսաթոշակներում, այսինքն այդ հաշվարկված աշխատավարձից է, չէ՞, փոխանցումներ արվում եւ այնտեղ այդ են գումարներն են, որ թոշակի անցնելուց հետո մարդիկ արդեն կենսաթոշակի ձևով պետքա հետ ստանան։ Սրա մասին պետքա շատ խոսենք, որ մարդիկ իմանան, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ էլի ստվերի, երբ որ խոսում ենք ստվերի չգրանցված աշխատավարձի մասին, մարդկանց թվում է մենք իրանց հետևից ենք ընկել։ Մենք իրանց հետևից չենք ընկել, մենք իրանց շահերից ենք ելնում եւ մեր գործողությունները իրենց շահերը սպասարկելու համար են ներառյալ։ Եթե մենք ուզում ենք պետական բյուջեի եկամուտները մեծացնենք, էտել է մարդկանց կյանքի իրանց շահերից է ելնում, որովհետեւ պետական բյուջեի միջոցը նշանակում է դպրոց, ճանապարհ, մանկապարտեզ եւ այլն ամեն ինչ։ Եվ հետեւաբար, գիտակ, մենք պետք է շատ խոսենք ու չվախենանք կրկնելուց, որովհետև մեզ թվում է, որ մի բան մի անգամ ասացինք, դե արդեն པարզ եղավ։ Ոչ, դա չի, պետք է անընդհատ խոսել, որովհետև թեմաները այդքան པարզ չեն։ Համեցեք, պարոն Թորոսյան։ Մի կարճ բան էլ պարոն վարչապետ եւ կൂട്ടակայինը եւ ստաժը ընդհանրապես, որտեվ 74-ից ներքև ծնվածների դեպքում էլ ստաժի հաշվարկի խնդիրներ են կան եւ հետո քաղաքացիները էլի գալիս դժգոհում են, ասում են ինչու իմ աշխատանքը չեք հաշվարկում ստաժում, բայց մի լավ լուր կա, ինձ թվում է մեր հազարավոր քաղաքացիները առողջության ապահովագրության ներդրումով պահանջելու են իրանց գործատուներից, որ իրանց իրական աշխատավարձերը արտացոլվեն, որտեվ դրանով ստանալու են մի մեծ առավելություն, որը հիմա չունեն։ Այսինքն նաև մեր քաղաքականությունները նպաստելու են, որ առնվազն գրանցվողների, եթե օրինակ իրենք իրականում ստանում են 300, բայց իրենց մոտ գրած է 75,000 դրամ մինիմալով, գնան եւ պահանջեն, որ իրենց իրական աշխատավարձը գրանցվի։ Այո, պարոն Խաչատրյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Մենք կենտրոնական բանկում մեր ֆիզիկական անձանց վարկավորման տեմպերը բանն էին քննարկում, ու այս վերջին 2 տարվա ընթացքում եւ հիպոթեկային վարկերի եւ սպառողական վարկերի աճը եւ վճարումները ամբողջը ածանցված է աշխատավարձ ստացող ֆորմալ գրանցված մարդկանց քանակից ու նաեւ այդ մարդկանց ռեալ գրանցված աշխատավարձերից ու ուրախալի բանն էլ զուգահեռաբար նա տեղ ունենում, օրինակ գրավատների գործունեությունը Հայաստանում չի աճում։ Գրավատների լիցենզիաներ են հանձնում, փակվում են այդ գրավատները, որտեղ գրավատունային կազմակերպությունը, որը թանկ է վաճառում իր ծառայությունները, տոկոսադրույքները բարձր են, մարդիկ, որ պատմություն չունեն, խնդիրներ ունեն, նորմալ վարկավորվելու գնում են այնտեղ, այսինքն էական փոփոխություններ է տեղի ունենում, որպես հետևանք այս աշխատողների աճի։ Մենք նաև նախկինում կառավարության նիստում կարծեմ հրապարակել ենք, որ ըստ էության չսպասարկվող վարկերի առումով մենք պատմական մինիմումի շրջան ենք թևակողել, այսինքն երբևէ Հայաստանում այսքան քիչ չսպասարկվող պրոբլեմատիկ բանի առումով, տոկոսի առումով parza, որովհետև թվաբանական հիմա վարկերի ծավալն էլ է ահռելի մեջ։ Այնպես որ բոլոր ինդիկատորները կան ասելու, ասենք
թվերը մի տեղից չենք վերցնում, տարբեր տեղերից ինտեգրվելով տեսնում ենք, որ կա դինամիկա, ինչը չի նշանակում, որ խնդրեմ չկա։ Ես ընդհակառակը այս զարգացումները մենք պետք է այդել հասկանանք, էլի Երբ որ մի խնդրի առաջ տեն շիվարած կանգնած ես, այդ մի խնդրի առաջ շիվարած կանգնած ես։ Երբ որ այդ խնդրը լուծեցիր, այդ խնդրի լուծումը իր հետ բերում է 10 նոր խնդրեմ։ Եվ հետեւաբար ընդհանրապես զարգացումը է դա։ Լուծեցիր խնդրեմ, ստեղծվեց նոր խնդրեմ, ու այդպես շարունակ։ Այս process-ը պետք է անընդհատ լինի։ Խնդրից զերծ իրավիճակը այդ իրավիճակի բացակայությունն է։ Շատ լավ, քվեարկենք հարցը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։